Քաղաքական նոր ճնշումներ կլինեն, ինչ հրահանգներով վերադարձավ քննչական կոմիտեի նախագահը փակ հանդիպումից։ Պարոն Պողոսյան, ինչու վերադարձաք, ինչ-որ խնդիր կար։ Քիչ առաջ կառավարության նիստի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սուրբույր Գայլանի հետ միասին շենքից հեռանում էր քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Սակայն Արմնու լրատվականի լրագրողի ուշադրությունից չվրիպեց մի ուշագրավ դրվագ։ Պողոսյանը կարճ ժամանակ անց կրկին վերադարձավ կառավարության շենք եւ բարձրացավ վերև հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հաշվի առնելով վարչապետի այսօրվա կտրուկ եւ լարված վարքագիծը թե լրագրողների, թե քաղաքական հակառակորդների նկատմամբ չի բացառվում, որ այս հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ցուցումներ իրավապահ համակարգի գործողությունների հետ կապված։ Մասնավորապես քաղաքական շրջանակներում արդեն հնչում են ենթադրություններ, որ քննչական կոմիտեին կարող են փոխանցված լինել առավել կոշտ եւ ագրեսիվ գործելավոճի վերաբերյալ նոր ուղենիշներ։ Հիշեցնենք, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ շփման ընթացքում աչքի ընկավ հարձակողական տոնով հարցուպատասխանով, ինչից հետո նաեւ ուղիղ եթերի ընթացքում տարօրինակ հայտարարություններով հանդես եկավ։ Վարչապետը մասնավորապես ուժեղ Հայաստանի թիմի ներկայացուցիչներին առաջարկեց ժիմ անել 30 անգամ կամ ուղիղ եթերում պատասխանել, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը։ Ուժեղ եք։ Ինչով եք ուժեղարա։ Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք, եւ ես ընդունեմ, որ ուժեղ եք, կամ ուրիշ տարբերակ։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ։ Այս զարգացումների համատեքստում քաղաքական դաշտում ձևավորվում է մտահոգություն, որ առաջիկայում հնարավոր է ականատես լինենք նոր գործընթացների, որոնք որոշ շրջանակներ արդեն բնորոշում են որպես քաղաքական ճնշումների նոր հերթական փուլ։